Ողջունում եմ ձեզ, սիրելի հետևորդներ։ Այսօր հինգշաբթի է։ Մեկնարկում ենք հերթական հաղորդումը։ Շատ բուռն մարտ ամիս ունենք։ Հաղորդումները մեկը մյուսի հետևից նկարահանվում են։ Բովանդակությամբ շատ հետաքրքիր։ Խորհուրդ եմ տալիս դիտել իմ հաղորդումները Փակ TV-ում եւ Իրավունք TV-ում։ Փակ TV-ում խոսել եմ այն օրերի մասին, այն նվերների մասին, որոնք կարող եք նվիրել ձեր մտերիմներին ըստ կենդանակերպերի։ Իսկ Իրավունք TV-ում խոսել եմ տենդենսների մասին, ընդհանուր աշխարհաքաղաքական փոփոխությունների եւ լուսնի խավարման մասին։ Լուսնի խավարումը լինելու է մոտ օրերին, այդքան էլ հեռու չէ, հենց վաղը։ Փաստորեն, մարտի 14-ին մենք դիտարկում ենք 23 57 րոպե ձկների կենդանակերպում։ Մանրամասն չեմ խոսում աստղագիտական մեկնաբանությունների մասին, փորձեմ ձեզ ներկայացնել խավարումներ։ Շատ կարևոր է, սիրելի հետևորդներ, ես որքան էլ գիտենք, որ խավարումները դրանք բարդ պրոցեսներ են, աստղաբանական, աստղագիտական, իրենք հետևանքներ ունեն, այստեղ խավարման մեջ ներառված են, պատկերացնեք կարմիկ մոլորակներ, Սատուրնը, Նեպտունը արդեն իսկ պատրաստում է փոխել հենց մոտակա օրերին, ամսվա վերջ կփոխի կենդանակերպը, կանցնի խոյ, տասնյակ եւ ավելի տարիներ գտնվել է ձկների կենդանակերպում։ Իրեն կենդանակերպից անցնելու է խոյի կենդանակերպ, անծանոթ նշան, երազանքների ֆանտազիաների մոլորակը մտնելու է կրակոտ, տաք, ակտիվ ջրի մոլորակը, կրակոտ, տաք, ակտիվ կենդանակերպ։ Ինչ եք պատկերացնում, ինչ կարող է լինել։ Այդ հետևանքների մասին կխոսենք, բայց արևի խավարման մասին մենք հաղորդում ենք, այն նկարել ենք մի քանի շաբաթ առաջ։ Ես ցանկանում եմ կրկին այն տեղադրել YouTube-յան հարթակում, եւ դա կլինի ամենայն հավանականությամբ կիրակի օրը, եւ ովքեր որ աշխատում են, մանրամասն այնտեղ դիտարկում եմ այդ խավարման ներգործության մասին ըստ կենդանակերպերի հերթականությամբ։ Մենք խավարումների միջանցքում ենք եւ ովքեր պետք է զգուշ լինեն, սիրելիներս, պետք է զգուշ լինեն լուսնի խավարման ժամանակահատվածում, այստեղ տեսնում ենք կույս, ձկներ, երկորյակ եւ աղեղնավոր այդ կենդանակերպերի մոտավորապես 3-րդ տասնյակի ծնվածներ, դա մոտավորապես ամսի 10-ից 20-ը ծնվածներ են, հենց այդ կենդանակերպերի ձկներ, աղեղնավոր, կույս եւ երկորյակ։ Այս ֆակտորները, այս կարմիկ բարձրացող հանգույցը, դա կարմիկ երևույթ է, հանգույցները գիտեք արևի լուսնի հատման կետն է, Սատուրնը կարմիկ մոլորակն է։ Երբեմն այսպիսի իրավիճակներ եմ տեսնում, որ հատուցման պահը երկել է, հասունացել է, առավել այն բարդ է նրանց մոտ, ովքեր գտնում են 14-15 տարեկան շրջափուլերում գտնվողների համար է բարդ, որովհետև դեռ հասության արդեն իսկ հոգեբանական այդ խնդիրներն են սկսում, մանավանդ արևը ձկներում, նրանք ովքեր ձկների ազդեցության տակ են, ովքեր մոլորակներ ունեն, արդեն իսկ ծնողներն են ինձ դիմում տարբեր խնդիրների արկայություն է նկատում երեխաների մոտ, նաև 29-30, 44-45, 59-60 եւ 74-75 այդ տարիքային շրջափուլում, բայց արանքում 7.5 տարի մեկ էլ նկատելի խնդիրներ կան, մանավանդ, եթե նրանց ծննդյան տվյալներում, օրինակ Սատուրնը կարևոր դերակատարում ունի, հենց այդ տարիքային խմբերում ծնվածների մոտ էլ առկա է դրա համար հատուկ հենց այդ տարիքային խմբեր եւ հատուկ ձկներ, երկորյակ, կույս եւ աղեղնավոր կենդանակերպն են ներառված։ Սիրելի հետևորդներ, փորձեմ կարճ ներկայացնել այդ ազդեցությունը խավարման, բայց ամբողջական կրկին հետաքրքիր դիտարկումներ արել եմ Իրավունք TV-ում, այնտեղ էլ կարող եք դիտել, որտեղ տարբեր են լինում, տարբեր մտքեր են ինձ գալիս, հիմնականում բանավոր եմ խոսում, շատ թեթև եմ օգտվում ես իմ նոթհատետրից, տարբեր հաղորդումների ժամանակ միտքը կարող է նույնը լինել, բայց մի քիչ բովանդակային առումով տարբերություններ կլինեն, այդ իսկ պատճառով լսեք, փորձեք անհամեմատ շատ տեղեկատվություն քաղել ձեզ համար։ Ընդհանրական ներկայացնեմ, սիրելի հետևորդներ, ձկներ եւ կույս այդ կենդանակերպերի համար լուսինը կույսում, լուսնի դիրքով ենք ուսումնասիրում, առանցքը ձկներ կույս, բայց կույսի կենդանակերպում է
այդ լիալուսինը, արևի խավարումը տեղի ունենալու, կույսերի առաջին տանն է, ձկների 7-րդ տանը, այսպես ընդհանրական վերցնենք, շոշափելու են նրանց միջանձնային հարաբերությունները, գործընկերային հարաբերությունները, կույսերը կփորձեն որոշ դիվիդենտներ շահել, մանավանդ որ հենց այդ օրը Մերկուրին էլ է նահանջելու, ես խորհուրդ չեմ տալիս, այստեղ տեսնում եք ստացիոնար, բայց մի քանի ժամից հետո արդեն նահանջ ընթացքով կգնա, նախկինից եկած իրադարձություններ, որտեղ կույսի ղեկավարը Մերկուրին է, իրադարձություններ, որոնք նորից քննարկելու, լուծելու այդպիսի իրավիճակներ կբերեն ձեր կյանք, ձերս նախաձեռնությամբ կորոշեք փոխել ձեր կյանքը, սիրելի կույսեր, խորհուրդ եմ տալիս այդ բժշկական միջամտությունները, էսթետիկ միջամտությունները, դրանք թողնել ամսի 7-ից 14-ից հետո, որտեղ Վեներան արդեն նահանջում է, խոյում, կամ գոնե Վեներան ձկների կենդանակերպում ինչևէ այն ուղիղ ընթացքով կընթնա ապրիլի 14-ի մոտակայքում։ Այսինքն դուք եւ ձեր զուգընկերները, գործընկերները, կողակիցները այդ առանցքն է առաջին 7-րդ տուն, նախկինից եկած որոշ իրադարձություններ, ձեր նախկին զուգընկերը, գործընկերը, կողակիցը կարող է գալ, որ դավադրություններ, դավաճանություններ կարող են բացահայտվել նրանց իսկ մասնակցությամբ կամ նրանց մասին տեղեկություն կարող եք ստանալ, որը ձեզ կարող է այդպես չուրախացնել։ Բայց մի կարևոր բան մենք տեսնում ենք, տեսեք, Ուրանը գեղեցիկ դիրքեր ունի, դրական դիրքեր, եռանկյունի եւ սեքսի դիրքը, ապա հնարավորություններ ունեք ֆինանսական հաջողություններ ունենալու անսպասելի, եթե դուք ճշգրիտ աշխատանք եք կատարել, եթե ժամանակը չեք վատնել, որտեղ այստեղ Սատուրն է ներգրաված, եթե նախկինում այդ ձեր խնդիրներն եք, ֆինանսական խնդիրներն եք կարողացել լուծել 18-19 տարվա վաղեմության, 15 տարվա, 30 տարվա վաղեմության խնդիրները ի վերջո կարող են լուծվել, դատաիրավական համակարգում հնարավոր է ունենաք եւ շահումներ եւ կորուստներ, քանի որ 7-րդ տունը կույսերի համար դա ձկների կենդանակերպն է, կամ ձեր ուղղակիցը կամ ձեր պարտնյորը, որ երկար ժամանակ աշխատել եք, հնարավոր է ձեզ այդ դատական հայցով ինչ-որ հայց ներկայացնի, իսկ այն ձկները, այսպիսի մի բան այս հարթակում կան 1-2 այդպես մոլախոտեր ձկներ, որոնք հենց բարդ դիրքեր են լինում, ինչպես անցած տարի ապրիլ, օգոստոս ամիսներն էին, այս ընթացքում ուղղակի եթեր դուրս չեն գալիս, դիվիդենտներ են շահում, պղտող ջրում ձուկ են որսում, թող իմանան, որ աստղաբանությունից հասկացող մարդիկ շատ լավ գիտեն, էլի հնարավոր է ինչ-որ դավադրություն պատրաստեն, ես չեմ խոսում բոլորի մասին, բայց կա մի տեսակ, որը ուղղակի օգտվում է առիթից, այդպես մարդկանց խաբելով, ձկների այդ բարդ որակներից մեկը խաբեություն է, խաբելով փորձում է մարդկանց տանել իր ճանապարհով, աշխարհաքաղաքական մեկնաբանություններ ներկայացնելով եւ շրջապատում սուտ ինֆորմացիա տարածելով։ Ուստի հատուցման ժամանակը գալիս է, փորձեք լինել ուշադիր եւ նրանք, ովքեր հիմնականում ոչ միայն ձկներ, այնտեղ նաեւ երկորյակները կարող են շատախոսել, սուտ ինֆորմացիա տարածել, ովքեր կապված են ստախոսության եւ ինֆորմացիան շեղելու, ինֆորմացիան այսպես աղճատելու այդ գործով նրանց համար բարձ ժամկետներ են եկել։ Անցնենք առաջ, սիրելի հետևորդներ, եթե մենք դիտարկում ենք կշեռք եւ խոյ, խոյերի, ահա 6-րդ տունն է, կշեռքների 12-րդ տունը, այս առանցքն է 6 եւ 12 տները, դրանք աշխատանք, առողջություն, եթե խոյերի 6-րդ տունն է, բացահայտումներ կլինեն աշխատանքի վայրում, կշեռքների 12-րդ տունը որոշակի դավադրություններ կլինեն, պետք է գնաք հանգստի, մանավանդ ասում են, որ ամսվա վերջ արդեն դպրոցական արձակուրդներ են, դուք կարող եք ուղղակի ձեր ընտանիքի անդամների հետ կամ այնպիսի մի գողտրիկ վայր գնալ, դա կարող է լինել առողջարան, մանավանդ կշեռքները, ձեզ շատ պետք է հոգեկան առողջությունը, խոյերի համար իրենց ֆիզիկական առողջությունն է կարևոր, խորհուրդ չեմ տալիս սիրելի խոյեր, մանավանդ Մերկուրին, Վեներան ձեր կենդանակերպում նրանք նահանջող են, եթե էսթետիկ միջամտություններ լինեն, պլաստիկ վիրահատություններ, կարող է ուղղակի տեսքը ձերից դուրը չգա, փորձեք տեղափոխել ապրիլի 7-ից եւ 14-ից հետո։ Կշեռքները ուշադիր եղեք ձեր մեջքի հետևում գաղտնի դավադրություն ուղղակի չստեղծեն, որից կարող եք շատ նյարդանանալ, հետո ստիպված գնալ հոգեբանի աջակցություն ստանալ։ Ինչևէ առողջության այդ դաշտն է, ուղղակի կշեռքների մոտ ինտրիգներ կարող են լինել։
Գնանք առաջ, մենք այստեղ դիտարկում ենք կարիճ եւ ցուլ, ցուլերի 5-րդ տանն է լինելու, կարիճների 11-րդ տունն է, դրանք զվարճությունների տներն են, 5-րդ տունը դա հոբին է, իսկ 11-րդ տունը այն սիրելի զբաղմունք, որը հանրությանը կարող եք ծառայեցնել, սիրելի ցուլեր, ձեր երեխաների հետ կապած որոշակի եւ առողջականի հետ կապած խնդիրներ հնարավոր են ձեզ այսպես հուզել, բայց ինչևէ, քանի որ Ուրանը այդտեղ է, Սատուրն, Ուրան եւ ընդհանրապես Ուրան եւ այս գեղեցիկ սեքստիլն է գործում այդ ժամանակահատվածում, նրանց հետ խնդիրները կարող է դրական լուծում ստանալ, անսպասելի հնարավոր է, որ դուք երեխա, լուսինը երեխա կարող եք ունենալ որոշակի առողջական խնդիրների ուղեկցությամբ, իսկ կարիճների 11-րդ տունն է լինելու դա, 11-րդ տունը դա համախոհներն են, ընկերներն են, աշխատանքային բայում համախոհների հետ եւ խնդիրներ կարող եք ունենալ, որը կապված կլինի ֆինանսի հետ, Ուրանը, եւ նաեւ կարող եք այդ խնդիրները լուծել, փորձեք ավելի ճկուն լինել, կարիճները սիրում են երբեմն գնալ ինտրիգների, այո, նրանց նշանը ճգնաժամային իրավիճակներ, փորձեք ավելի ճկուն եւ ակտիվ լինել, նաեւ խաբեությունների զոհ չդառնալ եւ ինքներդ այդ խաբեության, այդ ինտրիգին կենտրոնում չհայտնվեք։ Սիրելի աղեղնավորներ եւ երկորյակներ, երկորյակների 4-րդ տունը, աղեղնավորների 10-րդ տունը, 4-րդ տունը ընտանիք, մայր, օջախ, հայրենիք, լուսինեկույսի կենդանակերպում, հնարավոր է, որ ձեր մայրիկի առողջական վիճակի վատթարացման պատճառով որոշակի խնդիրներ ունենաք աշխատանքում, բայց նաև քանի որ Ուրանը ցուլի կենդանակերպում է, այն կօգնի ձեզ, որ լուծեք ֆինանսական խնդիրներ, ձեր մայրը կարող է օգնել ձեզ լուծել ձեր ընտանիքի, բնակ տարածքի, հնարավոր է, եթե բանկերում խնդիրներ ունեք, բացահայտումներ լինի ձեր տան անդամներին դուք դիմեք եւ նրանք օգնեն ձեզ ֆինանսապես լուծելու ձեր խնդիրները։ Նաեւ այս խավարումները, այո, որոշ գաղտնիքներ կարող են բացահայտել, քանի որ հայր, մայր, 4-րդ, 10-րդ տներն ինչեւ է երկու տեղերում են, նաեւ եթե երկորյակների 4-րդում 10-րդ տանն է կուտակում, եթե աղեղնավորների 4-րդ տանն է այս մեծ սելումը լինելու, ապա ընդհանուր առմամբ այդ դաշտն է, աղեղնավորները կարող են խնդիրներ ունենալ իրենց ղեկավարների հետ, հայր ծնողի հետ, իրենց առողջության պատճառով, որոշակի խնդիրների պատճառով, նաև այնտեղ կարող են խնդիրներ ունենալ աշխատանքում, սոցիումում, պաշտոնի եւ վարձացում հնարավոր է լինել եւ անկում կարող է լինել եւ նաեւ կարող է երկու դեպքերում էլ պարգևատրվումներ լինեն, եթե դուք ակտիվ եք եղել, եթե դուք սկզբունքային եք եղել Սատուրնի այդ գործառույթները օգտագործենք սկզբունքները, եթե դուք ժամանակին եք հաճախել աշխատանքի ձեր պարտականությունները կատարել եք հավուր պատշաճին, ապա հենց ձեր անմիջական ղեկավարի կողմից հնարավոր է պարգևատրում լինի մինչև իսկ պաշտոնի բարձրացում։ Հակառակ դեպքում ուղղակի կարող եք կորուստներ, բայց այստեղ ես առաջնորդում եմ Ուրանի դրական դիրքերով։ Անցնենք առաջ այծեղջուր եւ խեցգետին եւ այստեղ դիտարկում ենք 9-րդ եւ 3-րդ տները։ Խեցգետնի 3-րդ տունն է, այծեղջուրի 9-րդ տունն է։ 3-րդ տուն ձեր քույր, եղբայր, հարևաններ, փոխադրամիջոց, հնարավոր է այդ ամենի առողջականի հետ իրենց եւ առողջականի հետ կապված խնդիրներն է։ Այստեղ տեղին չի ասեմ մեքենան կարող է հիվանդալ, այո, որոշակի մանավանդ Մերկուրին էլ հենց այդ օրերին նահանջում է, հենց ամսի 14-ին, պետք է ուշադրություն դարձնեք ձեր շփումներին, որպեսզի կոնֆլիկտներ չլինեն ձեր հարևան բարեկամների հետ։ Մերկուրին նահանջում է, ուրեմն պետք է ձեր մեքենայի եւ հետևեք ձեր առողջությանը եւ նաեւ ձեր հարազատների առողջությանը, աշխատանքի հետ կապված խնդիրները կարող են խանգարել ձեր ազատ տեղաշարժին, ձեր փոխադրամիջոցը հնարավոր է նորմալ չաշխատի, ապա անպայման պետք է տանեք վերանորոգման, կույսը վերանորոգումն է, բուժումն է։ Հենց այդ ժամանակահատվածում թերի գործերը, որոնք թողել եք, ուղղակի պետք է նորացնեք։ Եթե կապված եք ինֆորմացիայի հետ, լրատվության հետ, ուշադիր եղեք բամբասանքներ չտարածեն ձեր մասին եւ նաեւ դուք այնպիսի իրավիճակի մեջ չընկնեք, այնպիսի լուրջ չտարածեք, հետագայում դրա համար պետք է պատասխան տաք, որովհետեւ Մերկուրին է խոյում, այն անպայման պահանջելու է հստակ քննարկում, այդ թեժ խոսակցություններ, որպեսզի խնդիրներից հեռու լինեք։ Սիրելի այծեղջյուրներ, ձեր 9-րդ տունն է հեռավոր ճանապարհորդություններ, տուրիզմն է, դա
բարձրագույն կրթության այդ ոլորտն է, իմաստասիրություն, հոգևորի զարգացում եւ լուսնեք ուսի կենթանակերպում, աշխատանքային այդ այցեր կարող են լինել արտերկիր, ուշադիր եղեք, պայմանները քննարկեք, որտեղ նահանջող Մերկուրի ժամանակ կարող եք գնալ այնտեղ հարմար դիրքերում դուք չհայտնվեք, ամեն ինչ մանրամասն քննարկեք, ստորագրություններով, դրանք փաստաթղթավորված ապացույցներ ունենաք, որտեղ Մերկուրին է նահանջում է, հետո կարող է, երբ որ Մերկուրին ուղղի, ձեզ այդ պայմանները դուր չգան։ Ուստի եթե հանկարծ այդ ամենը կա, ես խորհուրդ եմ տալիս մոտավորապես 2 շաբաթ է տևում այդ խավարումների միջանցքը, ասեմ, որ մյուս խավարումն էլ արևի խավարումն է, միևնույն է, ինքը խնդիրներ է, միևնույն է էներգիայի կուտակում է, բայց այնտեղ դրական տենդենսներ տեսնում։ Եթե այս խավարումը դրական է հողի եւ ջրի ազդեցության տակ ծնվածների համար, ապա մյուս խավարումը դրական կլինի կրակի եւ օդի ազդեցության տակ ծնվածների համար։ Արտերկրում հնարավոր է աշխատանք, այնտեղ որոշակի խնդիրներ կարող են լինել աշխատանքի հետ կապված, առողջության հետ կապված, բայց ասում են, որ Ուրանը գտնվում է ցուլում, Սատուրնը ձկներում, ապահովագրական ընկերությունները, առողջապահական այդ մարմինների հետ կարող եք լեզու գտնել, որպեսզի փոխհատուցեն ձեր առողջության կամ աշխատանքի հետ կապված հարցերը։ Նաև հնարավոր են պարգևատրումներ, եթե դուք ճշտապահ եք եղել, եթե ժամանակին եք կատարել ձեր գործը, եթե լուրջ եք մոտենում ձեր աշխատանքին։ Սիրելի ջրհոսներ եւ սիրելի առյուծներ, ջրհոսների 8-րդ տանն է, առյուծների 2-րդ տանն է, ֆինանսական առանցքն է, եթե երկրորդ տունը մարդու վաստակած գումարներն են, ռեսուրսներն են, պահուստային գումարներն են, որը մարդը բարձի տակ է դրել, հա, այդ գումարները, հավաքած գումարներ իրենց, իսկ 8-րդ տունը դա հանրային գումարներն է, տոկոսով փողերն են, ժառանգությունն է, կտակն է, դուք կառաջվեք այդ թեմաների հետ։ Սիրելի ջրհոսներ, շատ կարևոր է լինելու ձեզ համար ֆինանսների թեման, դուք սպասում եք ներդրումների, դուք սպասում եք, որ ձեր զուգընկերը, գործընկերը, կողակիցը ձեզ գումարներ տա, ձեր ֆինանսական վիճակը բարելավեք, այդ ամենը շատ կարևոր է եւ հնարավոր է, որ լինի, բայց քանի որ այնտեղ Ուրանը ցուլում է որոշ վերապահումներով, այն մեծ գումարները, որոնք դուք ակնկալում եք, մի քիչ դժվարությամբ կարող են լինել։ Նաև ուշադիր եղեք ուրիշների գումարները ծախսելիս, այդտեղ կարող են գաղտնիքներ բացահայտվել, ձեր կողակիցը, ձեր աշխատանքային այդ գործընկերը պետք է ուշադիր լինեք, նրանք կարող են չվստահել ձեզ, վստահություն պետք է ձեր բերեք, որպեսզի այդ գումարները, այդ ռեսուրսները իրենք տրամադրեն եւ դուք օգտագործեք հենց փաստորեն լուսինը կույսում աշխատանքում։ Աշխատակիցները մի քիչ կարող են դժգոհ լինել աշխատավարձից, նրանք կարող են որոշել բարձրաձայնել դրա մասին, ուշադրություն դարձեք նաև ձեր առողջությանը, ճգնաժամային իրավիճակներ, աղիստամոքսային տրակտի հետ կապված խնդիրներ, ինչպես ջրհոսների մոտ, նաև խոյերի մոտ այդ ամենը նկատելի է, խոյերի մոտ էլ նաև կարող են ախտահարվել հենց նրանց երկու դեպքում էլ աղիստամոքսային տրակտն է, աղիքներն են, պետք է ուղղակի ուշադրություն դարձնեք, որպեսզի այն վաստակած գումարները չծախսեք ձեր առողջության վերականգնման վրա։ Այսպես առյուծների երկրորդ տունն է, աշխատանքն է, երկրորդ տուն լուսինը կույսում երկրորդ տանն է լինելու, ֆինանսական միջոցները, այո, հնարավորություն ունեք այդ միջոցները դեպի ձեզ քաշել, պետք է աշխատեք, առյուծները մի քիչ են սիրում աշխատել, բայց նրանք լավ ղեկավարում են, իրենց այդ հմտությունների արդյունքում կարողանում են իրենց ձեռքի տակ ունենալ բավական շատ աշխատակիցներ, սիրելի առյուծներ, ուշադիր եղեք, որպեսզի արտահոսք չլինի ձեր ընկերություններից, ձեր աշխատակիցները չբողոքեն աշխատավարձների համար, բայց նաև այս ժամանակահատվածը կարծես սինթեզի ժամանակահատված է, խավարումները իրենք կբացեն իրավիճակներ ձեզ համար բարձ կլինի ձեր աշխատանքային process-ում, ինչպես խոյերի մոտ աշխատանքային process-ում, առյուծների մոտ աշխատանքում, բայց ֆինանսի հետ կապված հարցերը լուծելու ժամանակահատվածն է եւ դրական միտումներ կարող են լինել, ձեր լավագույն արհեստավար աշխատակիցները հնարավոր են բերել ձեզ եկամուտներ, բայց նրանք կարող են նաեւ ձեզանից պահանջել հավելավճար կամ ուղղակի մանուկների ետևից ընկնել, իսկ դա կարող է բարկացնել ձեզ։ Ինչևէ, փորձեք մինչև ապրիլի 1-ը զգոն լինել, կոնֆլիկտներից խուսափեք, ամեն ինչը մանրակրկիտ ուսումնասիրեք, որ հետո, երբ որ մոլորակային դիրքերը անցնեն, դուք խնդիրների առաջ չկանգնեք, բայց հարգեք մեկը մյուսին, սիրելի
հայրենակիցներ, Լուսինը կույսում սիրում է մանուկների ետևից ընկնել, ձկները սիրում են ամեն ինչ ցրել, հարթել չէ, գիտեք, ամեն ինչ մսուշի մեջ է, չես կարողանում ստույգ կողմնորոշվել, իսկ կույսերը սիրում են բծախնդրություն, մանրակրկիտ աշխատանք, նրանք պեդանտ են եւ ահա այդ հակադրությունը ակտիվ կլինի մեր բոլորի կյանքում։ Յուրաքանչյուրիս մոտ ըստ մեր անձնական քարտեզի այդ ամենը կարող է դրսևորվել։ Սիրելի հետևորդներ, ինչպես հիշում եք նախորդ հաղորդման ընթացքում, ես խոստացել եմ, որ պետք է դիտարկեմ քարտեզներ, դա մեր սիրելի աղջիկներին, կանանց մեկ ամսյակի հետ կապված այդ գեղեցիկ նվերներ, դե իհարկե նաև մի մոռացեք բաժանորդագրվեք մեր ալիքներին, YouTube-ին, սոցկայքերից ես ակտիվ եմ Facebook-ում եւ Instagram-ում, Telegram-ում ալիք չունեմ, բայց այնտեղով լինում են ապարբերաբար ստորիներ, որոնք նաև ակտուալ են։ Եթե այնտեղ էլ ակտիվ եք, ապա դուք կարող եք այնտեղից էլ տեղեկություն ստանալ։ Մնացած հարթակներում սիրելիներից ես չկամ, TikTok-ում չկամ, Adnaglasnik-ում չկան, եթե այդպիսի էջեր կան, հստակ նշում եմ, դա ես չեմ։ Սիրելի հետևորդներ, սիրելի Մայա Անտոնյան, ամենաառաջինը դուք եք գրել ինձ ձեր ծննդյան տվյալները, ամիսը, օրը, ժամն ու րոպեն, այդ իսկ պատճառով նույնիսկ նոյեմբերյան եք նշել, ձեր քարտեզն եմ փորձում դիտարկել, կարծում եմ, որ սիրելի Մայա երեխայի հետ կապված խնդիր ունեք դուք եւ ձեր այդ խնդիրը հնարավոր է լուծում ստանալ 25-ից 26 թվականներին, այստեղ Լուսինը կարիճում է Եվ որոշել եմ երկու կարևոր հարցի անդրադառնամ, բարձրացող հանգույցն է շատ կարևոր, մանավանդ այս խավարումները իրենք հանգույցների հետ են կապված, սիրելի Մայա, քո ծրագիրը այս կյանքում, որ պետք է ինքնուրույնություն ձեռք բերես, բայց այստեղ մենք տեսնում ենք, որ մոլորակները գտնում են 12-րդ տանը, դա այդքան էլ հեշտ չէ։ Դու կախում ունես քո շրջապատից, անդադ կարծիքներն ես հարցնում, ամուսնուց ստեց կարծիք հարցնում, անդադ շրջապատից ես հարցնում, ինքնուրույնություն ձեռք բեր եւ փորձի դու ինքդ կառավարել քո կյանքը, մանավանդ այստեղ Արև Յուպիտեր կա, ուղղակի այս դիրքավորմանը խանգարում են ինքնուրույնություն, բայց ոչ ազատություն, սիրելի Մայա։ Արև Լուսին սիրուն դիրքեր ունենք, հուսանք, որ ձեր երազանքը կարող է կատարվել, եթե չունեք բնակարան երեխա, ապա այդ խնդիրը հավանական է լուծվի մինչև 25 ամառվանից մինչև 26 թվականի կրկին հուլիս-օգոստոս ամիսները։ Անցնենք սա YouTube-յան հետևորդի տվյալները, հաջորդը, այս տվյալ անձնավորությունների տվյալները չէր գրել, բայց քանի որ նա իմ ամենա լավագույն հետևորդներից էր, որը տոպովե պակլոնիկ է, հենց այդպես էլ ասում են, ես փորձեցի իր երկու կարևոր հաստի վրա ուշադրություն դարձնել, քանի որ այստեղ մենք դիտարկում ենք, նրա համար կարևոր է աշխատանքը, մասնագիտական ձեռքբերումները, քանի որ հենց հանգույցներն են այստեղ, բայց կոչվում է ռևերս, հակառակ դիրքով են կանգնած, ձեզ համար սիրելի սաթիկ, կարևոր է աշխատել այս կյանքում, ուշադրություն դարձնել ձեր առողջությանը, ըստ ձեր քարտեզի դուք կարող եք կայուն սոցիալական դիրք ունենա, կարիերիստ եք, միայն ուշադրություն դարձնեք այստեղ անձնային դաշտում խնդիրներ եմ տեսնում, եթե չի ստացվում ձեզ մոտ աշխատանքը, ապա այս դիրքերն են խանգարում ձեզ, կոնֆլիկտային իրավիճակներ, այդտեղ գործընկերներ, իսկ եթե անձնականը չի ստացվել, այստեղ Վեներայի եւ Լուսնի դիրքերն են, Վեներան սառը նշանում է, բայց մի կարևոր բան, քանի որ ձեր քարտեզը բացեցի եւ տեսա, որ ձեզ մոտ երկու մոլորակ Արև ու Մարսը գտնվում են ջրհոսում, դուք կարող եք զբաղվել աստղաբանությամբ, եթե կողակից եք ընտրել, նա ոչ սովորական տղամարդ է, եթե կարողացել եք ձեր ամուսնությունը պահել եւ դուք ինքներդ ոչ սովորական մարդ եք ձեր գործողություններում տարբերվում եք մնացածներից, ես խորհուրդ եմ տալիս այսպես զբաղվել աստղաբանությամբ, որովհետև այստեղ 12 ժամը 12-ի դրությամբ էր ուզում է ասել 10-րդ տանն է, համենայն դեպս կարևոր է ձեզ համար աստղաբանությունը, հաջորդ կարևոր փաստորեն այստեղ դիտարկում ենք Աննա Եյան 1989 թվական դեկտեմբերի 3 կրկին Facebook-ից էր, ինչն էր հետաքրքիր, փաստորեն երկու հոգի Facebook-ում նկատելի էր, Լուսին եւ բարձրացող հանգույց սիրելի Աննա գտնվում է ջրհոսի կենդանակերպում, մանավանդ դուք ձեր ժամը նշել եք, այն աստղաբանությունը ձեզ որպես մասնագիտություն կարող է դիտարկվել Լուսինը ջրհոսում 10-րդ տանը,
համացանցով կարող եք աշխատել, գիտեմ, որ ընկերներ կարող եք ունենալ, ընկերների հետ, համախոհների հետ կոնֆլիկտային իրավիճակներ, հուսանք, որ անձնական կյանքը ձեր դասավորել եք, Մարսը, Պլուտոնը գտնում եք ձեր 7-րդ տանկարիճում, մի քիչ ազատություն կարող է սիրեք, չեք հանդուրժում, երբ կողակիցը ձեր խիստ է լինում եւ հնարավոր է, որ եւ խիստ է եղել եւ դաժանաբար է վերաբերվել ձեզ հետ, ձեզ համար կարեւոր է ձեր անձնական ազատությունը, հոգևոր ազատություն, հոգով դուք ազատամարտիկ եք, պետք է զբաղվեք ապագայի գիտություններով, աստղաբանություններ արված, IT, տեղեկատվական տեխնոլոգիաները կարող են ձեզ համար որպես մասնագիտություն հանդիսանալ, չգիտեմ, արտերկիր եք գնացել, այնտեղ եք ապրում, թե այնտեղ կարող եք տեղափոխվել, դուք պետք է լավագույն բուհերում սովորեիք, օնլայն հարթակում կարող եք աշխատել, ուսուցում կարող եք ստանալ հենց օնլայն այդ ոլորտներում։ Մի քիչ շփման հետ խնդիրներ ունեք եւ օտար լեզուներ տիրապետելու հետ կապված որոշակի աշխատանք ունեք տանելու։ Հուսանք, որ ձեր անձնականում խնդիրներ չկան, ուժեղ տղամարդիկ եք հաշվում ձեր կյանք, բայց կոնֆլիկտներ են եղել պարբերաբար եւ հենց հիմա էլ հնարավոր է, որ այդ կոնֆլիկտային իրավիճակների մեջ եք ապրիլի 15-ի կողմերը 10-ից հետո Մարսը կհանցնի ձեր 4-րդ տան արդեն այդ կողքով, 18-ից կամաց կհարթվի։ Հաջորդ 4-րդ քարտեզը Instagram-ից էր 10/09/1996 թվական, շատ հետաքրքիր դիրքավորում, լոկոմոտիվ դիրքավորում եմ տեսնում ես այստեղ ուշ ամուսնություն հնարավոր է լինի, ես ուղղակի արևը առանց դիրքավորումների, բարձրաձուղ հանգույցը կշեռքում, Սատուրնը խոյում 7-րդ տանը, գիտեք ինչ է, դուք նախաձեռնող չպիտի լինեք ձեր անձնական կյանքում, բայց պետք է փորձեք ձեր կյանք մտցնել, փոխհարաբերությունում մտցնել ներդաշնակություն, շատ կարևոր է մոտակա ժամանակահատվածում 1-2 ամիսների ընթացքում ես տեսնում եմ շփումներ, որոնք հետագայում կարող են վերածվել ավելի կարևոր իրադարձությունների, ձեր անձնական կյանքը, եթե հիմա չդասավորվեց այդ շփումների արդյունքում, բայց ինչ-որ փոփոխություններ, ինչ-որ եւ օգնող հանգամանքներ կան եւ խանգարող, քանի որ հենց այս լուսնի խավարումը գտնվում է ձեր առաջին եւ 7-րդ տունը, 7-րդ տունը կուտակում եմ տեսնում ձեր անձնականի հետ կապված ինչ-որ փոփոխություն կարող է լինել, ինչ-որ բացահայտումներ կարող են լինել, դրանք կարող են լինել 15, 30 ու 18 տարվա վաղեմության դեպքեր, այս երկու խաբարումները եւ լուսնի եւ արևի խաբարումները հնարավոր է ձեր անձնական կյանք փոփոխություններ բերեն, եթե դուք ամուսնացած եք, դրանք կարող են լինել ձեր գործընկերները եւ գոլեգաները, պաշտոնի բարձրացում կարող եք ունենալ աշխատանքում հաջողություններ 26 թվականից։ Այսպես սիրելի հետևորդներ, փորձեցի ես իմ խոսքի տերը եղա եւ դուք էլ եղեք ձեր խոսքի տերը, բաժանորդագրվեք մեր ալիքին, սեղմեք զանգակի վրա, որ ժամը 21-ի դրությամբ յուրաքանչյուր 5 շաբթի մեր հաղորդումն է սկսում եւ նաեւ կիսվեք ալիքներով, հարթակներով, սոցկարգերով, ես գիտեմ, որ իմ բոլոր հաղորդումները շատ դիտում են եւ նրանք օգնում են ձեզ կառուցելու ձեր կյանքը ներդաշնակ տիեզերքի հետ։ Լավ եղեք, սպասեք մյուս շաբաթ։